Լույս Արարատին շարունակում է ողջունում ենք մեզ նոր միացած հեռուստաայտողներին եւ բոլոր նրանց, ովքեր օրը սկսում են մեզ հետ, ինչպես մի շատ կարեւոր թեմայի շուրջ ենք խոսելու, շատ սպասված համերգի։ Իդեպ այս թեմային մենք կրկին անդրադարձ ունեցել ենք եւ տաղավարում էր մեր շատ սիրելի ընկեր, պրոդյուսեր, հաղորդավար, ասմունքող ֆանտաստիկ Արսեն Գրիգորյան։ Հեսա կհասկանանք, որ թեմայի շուրջ է եղել զրույցը։ Հուլիսի 29-ին ժամը 19-ին Ավետիք Իսահակյանի տուն Թանգարանում տեղի կունենա համերգ Գեորգի Սվիրիդովի Երկիր հայրական վոկալ էպիկական պոեմը։ Այս պոեմի պրեմիերային մենք անդրադարձնենք, ինչպես նշեցի, իսկ հիմա տաղավարում են Դաշնակահարի եւ նրա Մարիկը, ում հետ կզրուցենք այս կարևոր թեմայի շուրջ։ Մեր հյուրերն Դաշնակահարի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս կոնցերտմայստեր Լուսիա Շահնազարյանը, Լույս, եւ Հայրաքելական Սուրբ Եկեղեցու երգչախմբի անդամ Մարմար խմբի հիմնադիր ղեկավար, միջոցառումների կազմակերպիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Քրիստինե Քոլոզյանը։ Լույս։ Բարև ձեզ։ Ինչպես եք օրը սկսել։ Հիանալի, մի քիչ վաղարտնացանք, որտեղ կարևոր հաղորդման էին գալիս։ Շատ լավ, մենք այս կարևոր թեմային անդրադարձ ունեցել ենք ու ինչն է հետաքրքիր, հա, 49 թվականին Սվիրիդովը երբ որ անդրադարձավ այս ամենին, իրեն ոգեշնչեց, ոգևորեցեց Ավետիք Իսահակյան իր բանաստեղծությունների անկեղծությամբ եւ մաքրությամբ եւ շատ հետաքրքիր է ինչը ձեզ ոգևորեց եւ ինչը ձեզ գրավեց այս ամենի մեջ, որովհետեւ ավելի մանրամասն կանդրադառնանք, ճիշտ է, նա 11 մասից է, 11 երկից է բաղկացած, բայց առաջին հերթին կուզեմ իմանալ ինչը ձեզ ոգևորել ավելի շատ այս ամենում։ Քանի որ մենք ապրում ենք մեր հայրենիքում, դժվար է պատկերացնել արվեստագետին առանց առնչվելու հայրենիքի թեմային, որքան էլ գտնվում ես արտերկրում, անընդհատ մտածում ես հայրենիքի մասին եւ ինձ շատ հոգեհարազատ էր այս ստեղծագործությունը նրանով, որ նրա մեջ արտահայտվում են բազմաթիվ հայրենիքի կարևորագույն գծեր, որոնք շատ փոքրաթիվ ստեղծագործություններում է այդպես ի հայտ գալիս։ Օրինակ Պանդուխտի մասին եւ հայրենի հողի մասին, օդը, ջուրը, այն ամենը, ինչ որ մենք զգում ենք, մենք կարող ենք արտահայտել այս ստեղծագործության մեջ։ Ընտանիքում երաժիշտներ են, թերևս նաև գենետիկորեն է դա փոխանցվել, կարծում եմ, այսպես ծնված պահից այդ ամեն ինչը արյան մեջ է ու նաև լսողության մեջ, այդ կապը ինչպես է արտահայտվել այս ստեղծագործություններում։ Հայրս երաժիշտ է, դաշնակահար, եւ ես նույնպես սկսեցի երաժշտությամբ զբաղվել, գնացի Դաշնամուրի փոքրուց եւ մինչ այժմ ընտրության հնարավորություն էլ չկար, դա էր ու վերջը։ Կարծում եմ, այո, բայց ինձ շատ դուր եկավ երաժշտության ասպարեզը, քանի որ այն տալիս է հնարավորություն ավելի բացվելու, քո երևակայությունը ավելի վառ ի հայտ է գալիս։ Կոնսերվատորիայի այսօրվա ուսանողները մեծանում են այլ երաժշտական տեղեկատվական դաշտում եւ կարծես նման թեմաները կամ նման ստեղծագործությունները, եթե չենք սխալվում իհարկե, մենք ես կուզեմ սխալվեմ, բայց այսօր երիտասարդությունը մի փոքր հեռու են այս թեմաներից եւ արդիչ է իրենց մոտ այս ամենի մասին խոսելը, բարձրաձայնելը եւ ուսումնասիրելը։ Այ ինչպես է մեր երիտասարդությունը այս ամենին մոտենում եւ ինչ ջանքերի, ինչ քայլերի է գնում իրենց ել ավելի մոտ բերելու նման ստեղծագործությունների։ Հիմա տեսեք, ընդհանրապես այդ գենետիկ կապը երաժշտության, որ ասեցիք, դա իր տեղն ունի։ Եվ հենց դրա շնորհիվ է, որ օրինակ հայրը ստեղծագործող դաշնակահար է եւ ես անդադ երաժշտության հետ կապ ունեմ, Լուսիան լինելով կոնսերվատորիայի աշխատակից, ինքը շատ է շփվում եւ ուսանողների եւ նոր սերնդի եւ կարևորը այն է, որ այդ դասական ոլորտին ամուր պահելը, որովհետև երբ որ դասական արմատներին կապը լինում է երաժշտական արմատներին, այդ պահին արդեն մնացած ժանրերը արդեն նրանք ճիշտ են ընկալում, ոչ սխալողություններով են ներկայացնում եւ դրանով իսկ ինքը աշխատելով ուսանողների հետ արդեն ինքն էլ իր կողմից է տալիս դա, որտեղ իր մեջ դա ինքը դասական երաժիշտ է եւ ավելի շատ իր մոտեցումը հենց զուտ դասական բուն երաժշտության մասին է լինում, այլ ոչ թե այլ ելևէջներով հիմա շատ տարածված դա,
Մի խոսքով իր համերգներն են ամբողջը դասական լինում եւ որպես դաշնակահարուհի ինքը ներկայանում է շատ այլ երկրներում նույնպես եւ հրավիրյալ եւ որպես օրինակ մրցույթներ կան, որ Լուսյան այնտեղ մասնակցել է եւ ասեմ, որ ինքը միշտ վերցնում է Grand Prix եւ բացարձակ հաղթող։ Եվ այդ մրցույթներում նաև լինում են մրցույթներ, որ ինքը միակն է լինում որպես հայ, Հայաստանից ներկայացուցիչ։ Եվ այնտեղ ինքը հրավիրյալ մշտապես ինքը արդեն ամրացել է, մշտապես հրավիրյալ։ Այսինքն գլխավոր ոնց որ մրցանակ տրվել է իրեն։ Եվ սիրով իրենք միշտ սպասում են, հատկապես ԱՄՆ-ում է դա ավելի շատ Քարնեգի հոլի գլխավոր մրցանակակիրն է եղել եւ տարբեր եւ եվրոպական երկրների եւ նույնիսկ պետք է ասեմ այս գրքերը, որոնք հիմա ինքը կներկայացնի ձեզ, ինքը ամբողջապես ինքն է խմբագրել։ Ինձ էի մտածում, չնայած այո, մեր համերգի գնացինք։ Շատ լավ է, իրականում շատ լավ է, որովհետև ես կարծում եմ ձեր համար ավելի բարդ է ու ավելի վստահեցնող, որովհետև պարտավորեցնող է, որովհետև երբ որ դուք հանդես եք ունենում հայրենիքում, հայրենիքի բեմերում, դա այլ զգացողություն է, բայց երբ որ ներկայացնում եք մեր մշակույթը, մեր պատմությունը արտերկրում, հպարտանալու է դառնում նաև մեզ համար։ Պատասխանատու։ Ես ինքս էլ, ինքն էլ, երբ որ Հայաստանն ենք ներկայացնում, այդ ժամանակ արդեն պատասխանատվությունը 100-ապատիկ ավելանում է, որտեղ մենք ներկայացնում ենք Հայաստանը, հայը։ Չնայած ոչ այնքան պատկառելի տարիքին, բավական երիտասարդ է, դեռ շատ ճանապարհ ունի անցնելու, բայց տեսնում եմ բավական այսպես միջազգային համագործակցության, նրա անունը բազմացած հնչում է այլ բեմերում, ու նաև այսօր կարծես արդեն քո ստեղծագործության պես նաև ներկայանում։ Խնդրեմ մի փոքր մանրամասներ, ինչով ես եկել մեր տաղավար։ Ես ուզում եմ ցուցադրել, սա իմ վարժությունների գիրքն է եւ օրինակն է ուղղակի պարզապես կազմը։ Այստեղ ներկայացված են, հա, այս մյուսը տպագրված է, ռեկլամը ոնց որ էլի։ Եվ այստեղ ներառված են բոլոր լադերը։ Իսկ այս ժողովածուի մեջ, որը կա Amazon-ում, օրինակ, այստեղ ներառված են բոլոր օկտավայի սահմանում բոլոր վարժությունները, որոնք կարող է երբևէ դաշնակահարը նվագել կամ ցանկացած երաժիշտ, այսինքն ոչ միայն դաշնամուրի համար է, այլ նաև բոլոր գործիքների համար, ինքը ամբողջությամբ մատերը բացում է, այսինքն ավելի վառ, պրոֆեսիոնալ վիրտուոզ է դառնում։ Սա չի խոսում ամբողջ, նկատի ունեմ դու կարող ես նույն բան նվագել ամբողջ դաշնամուրի վրա, բայց երբ մենք խոսում ենք օկտավայի սահմաններում, այսինքն այնքան ինչքան որ ձեռքը հասնում է դաշնակահարի կամ յուրաքանչյուր գործիք նվագողի, այդ բոլոր վարժությունները ներառում այս գիրքը ընդհանրապես գոյություն ունեցող եւ գոյություն չունեցող։ Հասանելի է։ Գիրքից եկեք հասկանանք ինչպես առաջացավ միտքը, ինչը ձեզ ստիպեց, ինչի բացներ, որ դուք հասկացաք ի վերջո այս գիրքը պետք է հայտնի։ Ես իմ ելույթներից առաջ միշտ պարապում էի այսպիսի վարժություններ, որովհետեւ հայրս նախապես ինձ այս վարժությունների որոշակի սխեման տվել էր եւ միշտ պարապում էի նոր դուրս գնում ելույթների, բայց բոլորը չի որ երաժիշտ հայրիկ ունեն եւ հետո միշտ մենք ուզում էինք սա տպագրել եւ ավելի լայն դարձակ բացել բոլոր վարժությունները գրել, աշխատել դրա վրա։ Այսինքն սա միայն սկսնակների համար չէ։ Ոչ, սա բոլոր երաժիշտների համար է, եւ վիրտուոզ, եւ սկսնակ, այսինքն նրա համար է, որ մենք նվագում ենք գամաներ, կարող ենք սա նվագել գամաներին հետ մեկտեղ, եւ գիրքը հասանելի է Amazon-ում, կարող եք գնել, եւ իմ սոցկայքում էլ կարող եք դիմել եւ հասանելի կլինի։ Շատ լավ։ Կրկին գնանք դեպի համերգը, ինչպես նշեցինք, համերգը բաղկացած է 11 գործից, հետաքրքիր այդ 11 գործերից կարող ենք ինչ-որ մեկը առանձնացնել, թե իր բարդությունով, թե իր կարևորությամբ, թե բոլորն էլ իր ուրույն տեղն ունեն։ Իմ կարծիքով ստեղծագործության մեջ բոլոր ընդհանրապես արվեստի մեջ ամեն ինչ ունի իր ուրույն տեղը, բայց մի մաս կա, որ բոլորը հավանում են, դա մի մաս կա, դա ինչ որ
հայրենական ոգու մասին է, որ այսպես սկսվում է լրիվ պիանոյի մեջ, մեղմ հնչողությունից դառնում է ավելի հզոր, մարտական եւ ակորդային այդպես ուժեղ հնչողությամբ եւ բոլորին գրավում է այդպես, այո։ 1-2 հուլիսի 29-ին թերևս վաղն է լինելու ներկայացումը, ինչպիսին է հետաքրքրությունը լինում օրինակ հանդիսատեսի, տոմսերի գնով անվճար է, թե տոմսերը դեսպես ձեռքբերում աժետար, ինչպիսին է լինում այս համերգների շուրջ։ Տոմսերը վաճառվում են եւ կարող են գնել Տոմսարկղից թանգարանի, on-line է հասանելի, Տոմսարկղայամում Եվ կան ինձ հետաքրքրում է դասական երաժշտության հանդեպ այդ վերաբերմունքը մարդիկ, որոնք որ շատ հետաքրքրված են եւ միշտ լինում են տարբեր համերգների եւ երբեմն մարդիկ ընդառաջում են այդպիսի մարդկանց բոլոր տեղերում էլ համերգներին եւ այդպիսի մարդիկ են մեկ-մեկ գալիս դահլիճը լեցուն է լինում գալիս են տարբեր տարիքի 5 տարեկանից մինչև 80 տարեկան որոնց հետաքրքրում է այդ ամբողջը եւ այս անգամ Բաքվում է լինելու համերգը Ավետիք Իսահակյանի թանգարանի, որտեղ Ավետիք Իսահակյանը ժամանակին ստեղծագործել է եւ այդ ոգեշնչված մթնոլորտում իրենք էլ ավելի ոգեշնչված, իրենք էլ են սպասում այդ համերգին եւ իհարկե ձեզ էլ հրավիրում ենք, եթե դուք ժամանակ ունենաք։ Ճիշտ ասած, այս ելույթների առանձնահատկությունը նաև նրանում է, որ մենք ես դաշնակահար լինելով դառնում եմ ընդհանուր թատրոնի մի մասը, այսինքն ես այդպես Առաջ ես միայն նվագում էի հիմնականում, այսպես քիչ է եղել, որ թատրոնի մի մասը կազմեմ եւ շատ ուրախությամբ ընդունեցի մեր պարոն Ղազարյանի ասած ռեժիսորական տեխնիկան եւ շատ հետաքրքիր կլինի։ Նորով եմ։ Շատ լավ, հարցս Քրիստինեն եմ ուզում ուղղել, դուք եկում եք եկեղեցական խմբում եւ ղեկավարում եք Մարմարը։ Այ հետաքրքիր է, արդյոք այս պոեմում, այս ստեղծագործության մեջ կա այն աղոթքանման մաքրությունն ու խորությունը, որը որ կա եկեղեցական երաժշտության մեջ։ Գիտեք, մեր հայ առաքելական եկեղեցու երաժշտությունը երևի աշխարհում ամենաֆանտաստիկն է, որը չի կարող որևէ մի բան համեմատվի, բայց եզրեր դեպի այդ կողմը, քանի որ Ավետիք Իսահակյանի խոսքերով է եւ այդ խոսքերը ոգեշնչված են, քանի որ հայ ստեղծագործողը միշտ իր ստեղծագործություններում ունենում է մտքի երաժշտություն։ Այսինքն նույնիսկ Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները կարդալուց մարդ մտքում երաժշտություն է զգում։ Պատահական չի, որ հենց ստեղծագործում երկերել կան։ Այո, որ իսկ դա շատ խորը, այ որ եթե դուք լսեք կամ լսել եք, չափազանց խորը ստեղծագործություն է իրենց համերգը լինելու, շատ չափազանց խորն է։ Եւ այնտեղ նստած մարդիկ հուզվում են։ Արտերկրից կային մարդիկ, սփյուռքահայեր կային, հյուրեր, որոնք լսում էին, նույնիսկ դասախոսներ կային կոնսերվատորիայից, իրենք էլ էին հուզվում։ Շատ զարմանալի է դա, ով էլ չէր հուզվում, երևի ներքուստ պահում էր հուզմունքը, օրինակ ես։ Արտաքույս չէի ցուցադրում, բայց ներքին շատ մեծ հուզմունք էր։ Այսինքն իսկապես շատ խորն է, այո, եւ դեպի հոգեվոր ուղղություն ունի, այո։ Երկիր հայրական պոեմն այսօր շատ հաճախ չի հնչում բեմերում եւ կարծես թվերը մնացած լինի։ Այն չէ կարծում, որքանով է անհրաժեշտ հաճախակի անդրադառնալ այս գործին եւ ինչը պետք անել, որ այն էլ ավելի լսելի, էլ ավելի շատ լինի յուրաքանչյուրիս կյանքում։ Ուրեմն ես որպես, այո, ես որպես այդպես մոտիկից տեղյակ այդ ամեն ինչին, համերգի ծրագրերին, հիմա օրինակ ես իմ մտքից առաջացող մի բան կասեմ, որ պետք է ներկայացնել մարզերում էլ։ Մարզերում, որպեսզի ոչ միայն քաղաքաբնակ, մայրաքաղաքի ժողովուրդը նայեն, լսեն, այլ մարզերում լսեն, շատ կարևոր է։ Ունի շատ մեծ հայրենասիրական ոգի եւ պետք է անպայման
Նման պլաններ կան, թե դա պարզապես ցանկություն է, որը հայտնում եք։ Եվ ցանկություն է, եւ հուսամ պլաններ կլինեն, արդեն կծրագրեն, որովհետեւ դա շատ ծավալուն աշխատանք են իրենք արել, եւ հենց այնպես մի քանի համերգ, 2 համերգ կամ 3 համերգ անել ու թողնել չի կարելի։ Ուղղակի չի կարելի այս ստեղծագործությունը։ Միանշանակ համաձայն եմ ու այո, ցավոք սրտի այսօր ամեն ինչ կենտրոնացած է Երևանի վրա, բայց մարզաբնակ մեր հայրենակիցները եւս ուզում են մասնակիցը լինել այս ֆանտաստիկ գործերի։ Այո, եւ մասնակցեն եւ լսեն եւ ոգեշնչվեն այդ հայրենասիրությամբ։ Նորանոր հաղթանակների սպասումով մենք կհյուրընկալենք մեր տաղավարում։ Եվս մեկ անգամ հիշեցնենք հուլիսի 29-ի ժամը 19-ին Ավետիքի Սահակյանի տուն թանգարանում տեղի կունենա համերգ Գեորգի Սվիրիդովի Երկիր հայրական վոկալ էպիկական պոեմը։ Մեր հյուրերն էին Դաշնակահարուհի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս կոնցերտմայստեր Լուսա Շահնազարյանը, Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու երգչախմբի անդամ, Մարմար խմբի հիմնադիր ղեկավար միջոցառումների կազմակերպիչ միջազգային մրցույթների դափնեկիր Քրիստինե Քոլոզյանը։ Շնորհակալ ենք շատ։ Լավ օր եմ։ Շնորհակալ ենք։ Ձեզ լավ օր եւ լավ ելույթ։ Շնորհակալություն։ Հուսանք ֆիզիկապես միայն խնդիրը կլինի հասցնելու, բայց անպայման ներկայացնելու։ Մենք էլի կունենանք համերգներ, այնպես որ բոլոր համերգների սիրով շնորհակալություն։ Իսկ մենք ընդմիջում ենք, որովհետեւ ունենք շատ համով ու կարևոր թեմա, մնացեք մեզ հետ կիմանաք ովքեր են լինելու նրանք եւ ինչից ենք խոսելու։